Դեռ երեք հատ գործ ունենք անելու թեթև։ Նախորդ դասի, նախորդ լեկցիային ինֆորմացիայի տեսությունից չնայած մի քանի կարևոր գաղափար, կամ կարևոր կամ սիրուն ավելի ճիշտ էլի։ Այսօր նա այնտեղ գցենք, որ տենց հանգիստ լինեմ, որ ինֆորմացիայի տեսությունից ինչ ուզում էինք ծածկեցինք, հաջորդ դասին չափողականության հարց կնայենք ու արդեն անցնենք ML-ին։ Նայելու ենք այն գաղափարը, թե ոնց է իրականում ոնց որ թեթև նշել ենք, բայց ել ավելի հստակ նշելու ենք այն, թե ոնց է իրականում Kullback library divergence մինիմիզացնելը նույնը ինչ մեր maximum likelihood estimation-ը, որ անում ենք, կամ ապագայում ML-ի մեջ empiric risk-ի մինիմիզացիա կոչվածը, որ անելու ենք։ Խոսալու ենք մաքսիմալ էնտրոպիայի գաղափարի մասին, որովհետև առիթա նորմալ բաշխումը մի հատ է գովալու, ու մեկ էլ խոսալու ենք mutual information, ընդհանուր ինֆորմացիայի գաղափարի մասին, ու թե ոնց է ինքը կիրառվում ML-ում, ու նաև ինչ որ վիճակագրական գաղափար էլ, որ ժամանակին անցել ենք, կոռելացիան, ոնց է այդ գաղափարը շողում, որ այն դեպքում, երբ որ լինում է, որ բանը մի քիչ նեղվի, մեր այս կոռելացիան։ Բայց եթե վերհիշենք մի քանի կարևոր գաղափար, որ անցել ենք, էնտրոպիան, մեր H-ն, այդ մեր միջին զարմանքի չափն էր, այդ օպտիմալ բիտերի քանակը, ինչ որ մի բան տենց ճզմած պահելու համար։ Կրոս էնտրոպիան, այդտեղն էր, երբ որ սխալ բաշխում էինք ընտրում կոդավորելու համար, նայում ենք, թե ինչքան բիտ մեզ պետք է գա, եթե սխալ մոտեցում ունենանք։ KL divergence-ն ասում էր, թե ոնց որ այդ սխալ մոտեցումով ինչքան ավելորդ բիտ ենք ունեցել, ու կար մի հատ sense fundamental բան, որ այս cross entropy-ան դա նույնն է ինչ էնտրոպիա գումարած Kullback library divergence։ Այս որպես հիշացում։ Հիմա հասկանանք խիա այս մեր KL-ը նույնը ինչ maximum likelihood estimation անելը։ Դե ժողովուրդ, պատկերացնենք ունենք մի հատ ինչ որ իսկական բաշխում P, ու հիմա ինչ որ Q ընտանիքից բաշխումների ուզում ենք գտնենք։ Դե տան թող լինի պարամետրը։ Օրինակի համար պատկերացնենք ունենք ըստեղ էս P-ն մեր մոտ իրականում բաշխված է տենց նորմալ բաշխումով, ինչ որ μ1 պարամետրով sigma 1 բանով դիսպերսիայով։ Մենք հիմա ուզում ենք գտնենք ինչ որ մի հատ ուրիշ, չգիտեմ, լապլասյան բաշխում, կամ էլի թող լինի նորմալ բաշխում, բայց չգիտենք թե ինչ պարամետրով, տենց պետքա բռնենք մանգանք։ Հիմա ուզում ենք մանգանք, օրինակի համար կարող է սխալվել ենք, օրինակ uniform բաշխում ենք ուզում մանգանք, հասկանանք պարամետրը ինչ է, կամ թող մի քիչ ավելի բախտավոր դեպքի համար պատկերացնենք, որ ուզում ենք հենց նորմալ բաշխում մանգանք ու ուզում ենք գտնենք իր պարամետրերը որն է, որ ամենալավը կբռնի այս սրա իսկական բաշխման հետ։ Դե սա կարող ենք ձևակերպենք որպես Kullback library divergence-ը հաշվենք, բաշխումների միջև տարբերությունը, ասում ենք գումար այս մեր բոլոր տվյալների համար px ու լոգարիթմ px հանած լոգարիթմ այդ q θ x։ Ահա։ Հիմա ստեղ եթե սա մի քիչ բացված տեսքով գրենք առանձին, կարանք նկատենք, որ այս մեկը θ-ի հետ ոչ մի կապ չունի, չէ՞։ Հիմա երբ որ ես ասեմ hp q սա հավասար է hp գումարած այստեղ d կլ բան եւ այլն, այս կտորը q-ի հետ ոչ մի կապ չունի, բան տրված է, սա արդեն մեզ հեչ, մեզ միակ հարցը կգա փորձել այսա ինչքան հնարավոր է, այժմ ներողություն, այսքանը ինչքան հնարավոր է ինչ ենք ուզելու անել, նվազացնելու թե մաքսիմիզացնելու։ Մաքսիմալիզացնելու։ Հա, շատ ճիշտ է, որ մինուսով ինչքան հնարավոր է փոքր լինի։ Ահա։ Այսինքն մենք հիմա ուզում ենք գտնենք argmax θ-ն, որ այս արտահայտությունը մեծագույնն է լինի։ Հիմա ժողովուրդ, երբ որ չգիտեմ իրականում թե SPX-ի բաշխումը ինչ է, որտեվ ինչ որ տվյալների հետ գործ ունեմ, էլի։ Այդ տվյալների հետ գործ անելուց ես ըստ էության PX-ը, ասենք կոպեկ եմ գցել 60 անգամ հուշանգ է 100-ից, ես հիմա հավանականություն որպես վերցնելու եի 60 100-րդ, չէ՞։
Այսինքն ես այդտեղ էմպիրիկ ձևով եմ իրեն գնահատելու։ Ասելու եմ ուղղակի դե ամեն մեկը քանի անգամ եղել է, ասենք կարմիր կապույտ կանաչ աչքերով մարդիկ են, ուզում ենք տեսնենք ամեն մեկի հավանականությունը, նայելու ենք թե քանի տենց մարդ կա բաժանած քանակին, չէ՞։ Իսկ ըստ էության ուղղակի հաշվելու ենք ամեն մի տենց մարդկանց քանակը։ Համար այս PX-ը կարանք ուղղակի գրենք իր էմպիրիկ տեսքով 1n-րդ անգամ ոնց որ քանակ այդ մի խմբին պատկանողների։ Այստեղ գրված է որպես գումար 1-եր ինդիկատորներ էլի ավելի ճիշտ։ Բայց կարճ ասած ըստ էության այս է ենք մենք ուզում մաքսիմիզացնենք։ Իսկ մաքսիմիզացնել այս գումարը այդ նույնը չի, երբ որ մենք maximum likelihood estimation-ի ժամանակ ունենք sense այս P1-ը չէ՞, Px1 Px2 եւ այլն, այս արտադրյալը, որ ուզում ենք մաքսիմիզացնենք, ասում ենք լոգարիթմ վարանենք ավելի հեշտ կլինի։ Լոգարիթմով ստանում ենք լոգարիթմ P1 գումարած լոգարիթմ P2 եւ այլն, չէ՞։ Լրիվ հստակ նույնն է ինչ maximum likelihood estimation-ը մեր մոտ։ Մեկը մեկի նույն բանաձևն է։ Ու տրամաբանական է, չէ՞, որ այս իմ եղած տվյալների համար ամենահամապատասխան բաշխումը գտնելը պետքա նույնը լինի, ինչ ունեմ ինչ որ բաշխում, գտնեմ այն բաշխումը, որ իսկական բաշխումանը ամենամոտիկն է։ Ըստ էության նույն խնդիրն է տարբեր բառերով արտահայտած, չէ՞։ Սրանով ոնց որ կարանք ինֆորմացիայի տեսության ու վիճակագրության մեջ տենց մի հատ ծիրուն կամուրջ կոծենք, հոп։ Այստեղ էլ մեր մոտ ML-ն է։ Տեսնենք ML-ին ոնց կարանք միացնենք։ Այստեղ կարանք նաև բան անենք, որ դե նախ ընդհանրապես եթե բան ենք անում, այս էնտրոպիա ենք ուզում նվազեցնենք, էնտրոպիան ինքը իրանով արդեն տենց սխալանքի ֆունկցիաներից է ավանդական ընտրվող ML-ի մեջ էլի, այդ կրոս էնտրոպիան ցանկացած կլասիֆիկացիայի խնդիր կրոս էնտրոպիայով ենք լուծելու մենք էլի։ Կրոս էնտրոպիան ուղղակի ոնց որ այս մեր բանն է ըստ էության էլի։ Ու հիմա այստեղ եթե պատկերացնենք, որ մեր մոտ հիմա իրական բաշխումը դա ոնց որ ամեն մի կետի համար լինելու է ինչ որ մի հատ դաս, ասենք 0 կամ 1 իրական բանը։ Ու այս առաջի կետի համար 0 կամ 1, երկրորդ կետը 0 կամ 1 եւ այլն։ Բայց եթե բարձրաչափ լինի, օրինակ կարմիր կանաչ կապույտ ենք ուզում գուշակենք, որ գույնը որ լինի, իրան 1 ենք գրելու, մնացածին 0 ենք գրելու։ Այսինքն այսինքն ինչ որ արժեքներ ենք ունենալու։ Ու հիմա մեր խնդիրը լինելու է փորձել իսկ մոդելն էլ ինչ որ գուշակություններ է տալ։ Օրինակի համար 0.01-ը ինքը գուշակելու է 0.1, 0.2, 0.7։ Հիմա մեր խնդիրը լինելու է այս երկուսի միջև էլի բաշխումների միջև դիստանցիա նվազեցնել ըստ էության, չէ՞։ Բայց եթե իրան գրենք այս տեսքով, ասենք գումար դեկայի, դեկային ստեղ մեր իսկականներն է, անգամ լոգարիթմ գուշակություն ու այդ մեր տվյալի համար գուշակություն կարճ ասած, այստեղ քանի որ այս դեկային մենակ մի դեպքում է 1, մենք ըստ էության ունենալու ենք մի հատիկ sense լոգարիթմով արտահայտություն, այս արտահայտությունը մենք բռնելու ենք ու փորձենք ինչքան հնարավոր է նվազացնենք։ Այս մի հատիկ կետիկի համար էր գրած, բոլոր կետերի համար եթե գումարեմ, կունենամ այսպես մի հատ բան, այս էլ հոպ կրկին էլի ըստ էության մեր այստեղ վերևում տեսած արտահայտություններ, չէ՞։ Այստեղ մի քիչ տենց կիսատ պրատոտ ասացինք, որովհետև կոնկրետ մի հատ օրինակի վրա էր, բայց ընդհանուր առմամբ, երբ որ անում ենք maximum likelihood estimation, այստեղ գալիս ենք որ լոգարիթմ TTT-ին մաքսիմիզացնելու խնդրի, երբեմն եթե ճիշտ ընտրենք, ինչ որ բաշխման համար ճիշտ ընտրենք իր բանը, սխալանքի ֆունկցիան, ստանում ենք էլի լրիվ իրար էկվիվալենտ բաներ։ Օրինակ նորմալ բաշխումը մաքսիմիզացնելը նույնն էր լինում մեր մոտ, ինչ բան անել, միջին քառակուսային շեղումը նվազացնելը։ Բեռնուլիի բաշխումը մաքսիմիզացնելը նույնն էր լինում մեր մոտ, ինչ բանը, կներեք, այդ բինար կրոս էնտրոպիան մինիմիզացնելը։ Այդ դրա մասին վիճակից էինք մի քիչ ավելի կոնկրետ նայել օրինակները, ստե ուղղակի ոնց որ մի հատ էլ ուրիշ բան է, որ էլի իրանց նույն ձև սիրուն միանում է։ Ըստ էության միտքը դա է, էլի, այսինքն եթե իմի բերենք, նվազացնել
Kullback library-ը համարժեք է նվազացնել այդ մեր empirik risk-ը, համարժեք է մաքսիմիզացնել մեր բանը, likelihood-ը։ Հիմա խոսանք մաքսիմալ էնտրոպիայի գաղափարի մասին։ Սրա միտքը նա, որ պատկերացնենք ունենք ինչ-որ ինֆորմացիա։ Օրինակի համար գիտենք, որ մեր տվյալների միջինը պետք է լինի 4։ Հիմա ինչ բաշխում ընտրենք, որ ունենա տենց ինչքան հնարավոր է շատ բան, ինչքան հնարավոր շատ ինֆորմացիա կպարունակի իր մեջ, այսինքն ինչքան հնարավոր է բան, անորոշ կլինի։ Այդ որ մի բաշխումը կլինի։ Այդ հարցի շուրջ ենք խոսալու։ Այսինքն մի քիչ ավելի ֆորմալ ունենք ինչ որ սահմանափակումներ, հիմնականում դա մոմենտների վրա սահմանափակումներ ա լինում, էլի, օրինակ մատ սպասումը հավասար է ինչ որ բան, կամ վարիացիան հավասար է ինչ որ բան։ Այդտենց ինչ որ m հատ ունենք, ու մաքսիմում էնտրոպիայի գաղափար բան, պրինցիպը այնա, որ բոլոր այն բաշխումներից, որոնք որ բավարարում են այդ սահմանափակումներին, ընտրի n մեկը, որը որ ունի մաքսիմալ էնտրոպիա։ Որտեվ ոնց որ ամենաարդար ձևով ընտրել ա լինում, որտեվ ոչ մի բանի վրա, ասենց ասած, շեղված չի լինում ինքը, էլի, ոչ մի կողմնապահություն չի ունենում այդ մաքսիմալ էնտրոպիա ունեցողը։ Այստեղ մի հատ ուղղակի շատ ֆորմալ արագ բան, որ այդ մաքսիմում էնտրոպիայով բաշխումը ինքը լինում է էքսպոնենցիալ ընտանիքից բաշխում, եթե կհիշեք վիճակից ինչ էր էքսպոնենցիալ ընտանիքը, որ ասում էի համարյա ինչի հետ էլ գործանենք էքսպոնենցիալ ընտանիքներ են լինելու, իսկ էքսպոնենցիալ ընտանիքների համար լիքը բան ավտոմատ միանգամից ստացվում է, անդր ռեգուլարություն, բանման լիքը հաճելի համեղ բաներ։ Այդ ուղղակի գիտություն, որ սա էլ է դրան կպնում։ Բայց հիմա ինչն է շատ հավես ու ինչն է ինձ տեն շատ ոգևորող։ Նախ առաջինը, եթե ոչ մի սահմանափակում չունենք, ամենաանհասկանալի բաշխումը, ամենաշատ ինֆորմացիա պարունակող բաշխումը, ամենաքիչը ինչ որ բան պալի տանող բաշխումը, ասենց ասած, կներեք պալի բառի համար, ավելի լավ բառ մտքովս չանցավ, լինելու է uniform բաշխումը, չէ՞։ Սա հələ նախորդ լեկցիային նայել ենք։ Okay։ Իսկ եթե օրինակ գիտենք մատ սպասումը իր մի հատ ինչ որ ֆիքսած բանն է, այդ դեպքում էքսպոնենցիալ բաշխում։ Իսկ էքսպոնենցիալ բաշխումը նրա համար է, երբ որ ունենք օրինակի համար բան, անազնիվ զառ, որ ավելի շատ 6 է ընկնում օրինակի համար, միջինը 5 է, իր համար էքսպոնենցիալ բաշխում պետք է ընտրենք, որ մաքսիմիզացնի էլի էնտրոպիան։ Ինչն է, բայց այստեղ ամենաշատը սիրում։ Եթե մի հատ է ֆիքսենք վարիացիան, այդ դեպքում էս մաքսիմալ էնտրոպիայով բաշխումը մեր մոտ գալիս է դառնում է գաուսյան։ Հիմա այս գաուսյանը ամենտեղ տեսնում ենք։ Լավ, եկեք գաուսյան չասեմ, եկեք ասեմ նորմալ բաշխումը, որ էլ ավելի տենց հզոր հնչի, որովհետև 1000 մի բանի մեջ կա։ Ինչով է, բայց ինքը տենց ինձ ահավոր շատ դուր գալիս։ Մի քիչ հերթակ, այստեղ մի հատ ֆորմալ ապացույց կա, եթե կուզեք, ինչ որ որպես այդպեսին բարդ բան չի, ուղղակի ձանձրալի քայլերի հերթականություն է։ Ուրիշ բաշխում ենք ընտրում, ցույց ենք տալիս, որ ավելի չի կարա ավելի լավը լինի իր էնտրոպիան։ Բայց լավ, ինչով է սա ինձ ոգևորում, ինչից եմ շատ ուրախանում ստա։ Եթե հիշենք բանը, կենտրոնական սահմանային թեորեմը, ինչ էր ինքը մեզ ասում։ Ասում էր, որ եթե բռնենք ու մի հատ ինչ-որ անկախ ու իրարից անկախ ու միատեսակ բաշխված բան, պատահական մեծություններ վերցնենք, վարիացիան իրանց լինի ինչ-որ վերջավոր թիվ, այստեղ այս դեպքի համար եկեք ասենք մի հատ միջինը 0 լինի, եթե իրանց գումարը վերցնենք ու բաժանենք արմատ n-ի, ստանդարտացնենք, էլի, իրանք ըստ բաշխման զուգամիտելու են նորմալ բաշխմանը, չէ՞։ Այսինքն ըստ էության ցանկացած բաշխում, եթե վերցնենք, սենց էս իր sample-ի գումարների համարյա միջինը զուգամիտում է նորմալ բաշխման։ Հիմա էնտրոպիան սրա հետ ինչ կապ ունի, ինչով է սա հավես։ Եթե հիշեք, մի հատ էլ սենց օրենք կար բանից, դիֆերենցիալ էնտրոպիայից նախորդ դասին նայել ենք ու ասում ենք դիֆերենցիալ էնտրոպիան, եթե բանը չափման միավոր օրինակ փոխեցիր, իր էնտրոպիան շատանում է, իսկ ինչ որ բանը մետրերով բաց ու միլիմետրերով բաց փոխվում է։ Մենք h(ax) որ վերցնեմ, այստեղ ստանում եմ hx գումարած լոգարիթմ 2 հիմքով մոդուլ a։ Հիմա եթե
պատկերացնեմ, որ ասենց ասում եմ x1 գումարած x2 գումարած եւ այլն եւ այլն եւ այլն, եթե սա պատկերացնեի որպես տենց ըստ էության նույն բաներ, իրենց վարիացիան է, եկեք գրեմ վարիացիա sn-ը լինի n անգամ μ քառակուսի, ահա։ Այստեղ կարամ գրեմ սա, որ, ահա, ու պատկերացնենք, որ ոնց որ ես լոգարիթմ x-ը ըստ էության ուղղակի սրա փոխարեն բազմապատկեմ իրան մի հատ է 1 բաժանած արմատ n-ով, Այստեղ իմ hzn-ը, այսինքն I սա, կարամ գրեմ որպես այս սրանց գումար բաժանած արմատ n-ի էնտրոպիա, չէ, այսինքն ըստ էության sn անգամ 1 բաժանած արմատ n, ու sn-ի վարիացիան էլ լավ ստեղ գրեցինք, լով ստեղ ունենում եմ hsn մինուս 1/2 լոգարիթմ 2n, ստեղ մինուս, որտեղ ունեմ 1-ը բաժանած արմատ n, այսինքն արմատ n-ի մինուս 1 աստիճան լոգարիթմով ոնց որ n-ի մինուս 1/2 այսենց արտահայտություն ստացանք, Հիմա այստեղ ինչ ենք տեսնում, որ եթե գնալով եթե այս n-ը գնալով մեծացնենք, այսա այս hsn հանած այս թիվ, այս log 2n-ը գնալով մեծանալու է, չէ, այսինքն գնալով ավելի մեծ թվեր ենք հանելու, ու այս hzn-ը ինքը մոնոտոն աճելու է n-ի աճելու հետ, ու ի վերջո գա հասնի այս սրան hsn-ին, այսինքն ըստ էության Գաուսյանի էնտրոպիային է գալու ի վերջո հասնի։ Խիասա քեֆս բերում, այսինքն մենք այն ժամանակ ասում ենք, եթե բռնենք մի հատ ինչ-որ պատահական մեծություն վերցնենք ու իրան հա ինքը իր հետ կոնվոլյուցիա անենք, հա ինքը իրան գումարենք, ինքը իրան գումարենք, դե այնտեղ արմատենի վրա էլ բաժանենք, գնալով գալու է հասնի ի վերջո Գաուսյան բաշխմանը։ Հիմա ստեղ էլ մի հատ ասում են Գաուսյան բաշխումը այդ այն ամենաշատ ինֆորմացիա պարունակող բաշխումն։ Ամենադժվարը կլինի այդ բաշխմանը ճզմել։ Իրան ամենադժվարը կլինի իրան տենց դնել կոմպի հիշողության մեջ պարել։ Ինքն է ամենաշատ ինֆորմացիա պարունակողը։ Հիմա սա ոնց է կպնում այս բանի գաղափարին, այս դիֆերենցիալ էնտրոպիայով որ գնանք։ Ստեղ էլ ասում ենք, որ եթե բռնեմ մի հատ ինչ-որ պատահական մեծությունս վերցնեմ, ինքը իր ինֆորմացիան լինի ինչ որ, չգիտեմ, x1, x1-ի hx1, հետո բռնեմ իրան գումարեմ մի հատ ուրիշը, իր նման, մի հատ էլ ուրիշը, մի հատ է ուրիշը, մի հատ է ուրիշը, մի հատ է ուրիշը, գնալով իրանց ինֆորմատիվությունները ավելի ու ավելի են շատանալու։ Իրանք գնալով ավելի շատ ինֆորմացիա են իրանց հետ իրանց մեջ պարունակելու։ Ու այն լիմիտը, թե ինչքան շատ ինֆորմացիա կարա պարունակի պատահական մեծությունը ի վերջո գալիս է ու դառնում է Գաուսյան բաշխում, որովհետև Գաուսյանից ավելի խելացի, ասես որ ավելի ինֆորմատիվ բան Գաուսյանից չկա։ Կարաս ուղղակի բռնես, ձգտես, հենց հասար պիկիտ, ուրեմն արդեն Գաուսյան բաշխում ես դու։ Չգիտեմ, ինձ շատ է ոգևոր, ինձ շատ է այս դուր գալիս, ոնց որ երկու բանով շատ սիրուն կպնում է իրար, էլի, որ ինչքան ֆունդամենտալ է իրականում այս նորմալ բաշխման գաղափարը, էլի։ Այստեղ մի հատ բանով օրինակ է դրած, այդ անարդար զառով օրինակ է դրած, թե կուզեք կարող ավելի դանդաղ նայեք, բայց մենք անցնենք իրականում մեր վերջի գաղափարին, այսօր ինձ լավ թեթև է, էլի, համատաբար լինում, համընդհանուր ինֆորմացիայի, ընդհանուր ինֆորմացիա կամ Այստեղ պետք է երկու հատ գաղափար նախ սկզբում սահմանենք, պայմանական էնտրոպիա ու joint էնտրոպիա, կնկատեք, որ ոնց որ joint distribution, conditional probability բանման ըստ էության հաղթեսի գաղափարներով ենք հերթափռում ուղղակի բանով, էնտրոպիայի լեզվով, դե նաև որտեվ հաղթեսի վրա է կառուցած գիտես մի ճյուղը, շատ զարմանալի չէր այդ առումով, բայց հիմա ոնց որ նայելու ենք այն հարցի մասին, որ x-ը իմանալը ինչքան բան է մեզ պատմում y-ի մասին, կախվածության թազա մի հատ գաղափար ենք սահմանելու, բայց մինչև այդ ոնց որ joint էնտրոպիան սահմանենք, դե ոնց որ joint էնտրոպիան ոնց է մեր մոտ կար px, py, չէ,
եթե իրարից անկախին, կասենք սա px անգամ py-ն է օրինակ բան։ Այստեղ իրականում բավականին ինտուիտիվ ձևով ենք սահմանելու այս hxy-ը, այսինքն այդ երկու պատահական մեծությունների իրար հետ միասին էնտրոպիան լինելու է pxy անգամ log pxy։ Հիմա այս pxy-ը, այսինքն նույն բանաձևն եմ կիրառել, էլի այստեղ։ Ուղղակի արդեն թե pxy-ը ինչ կդառնա, կախված է x-ի ու y-ի իրարից անկախությունից, էլի կարող ենք գրենք որպես px անգամ py, կարող չենք կարող գրենք։ Սա joint entropy-ն։ Conditional entropy-ն ինքը ասում է ինչքան անորոշություն է մնում y-ի մեջ, եթե x-ը իմանում ենք։ Այսինքն օրինակի համար ունեի մի հատ ինչ-որ այսինքն ես ինչ ասում էի հավանականությունը է սրա, հիմա ասում եմ հավանականությունը է սրա, եթե գիտեմ, որ ու ասենք, չգիտեմ, հավանականությունը, որ զարկը գցենք կընկնի 3-ից մեծ թիվ, ինչ որ մի հատ բան է։ Հիմա նոր ինֆորմացիա եմ տալիս, օրինակ, իսկ եթե գիտեմ, որ այդ թիվը զույգ է, կփոքրանա, չէ՞, արդեն, ներողություն, տարբերակների քանակը կփոքրանա մեր մոտ, չէ՞, ստեղ արդեն, եթե ավելացրեցինք այս նոր ինֆորմացիան, անորոշությունը կքչանա, որտեվ թազա բան իմացանք։ Ու ինքը սահմանվում է հենց որպես գրում ենք իրան hy sense x, եթե գիտենք x, սա մեր մոտ լինում է այս բանձավը, եթե գրենք, ստեղ ուղղակի ասում ենք log py, եթե x։ Կամ այստեղ կարող է sense պետք է լիներ։ Հա, այսքան ըստեյության մենք ուղղակի նայում ենք hy, եթե x-ը հավասար է x-ի, էլի, իրան ոնց որ այս x, y ամեն ինչը նայելու փոխարեն, սրան ֆիքսում ենք մի հատ ինչ-որ կոնկրետ արժեքի, էլի։ Հա, ու ստեղ կարա միանգամից երկու հարց առաջանա։ Նախ առաջինը կարանք այս hxy-ը ինչ-որ ձև տենց վերլուծենք ուրիշ անդամների, ստեղ պատասխանը կրկին հին բաներից լսած շղթայի օրենք է։ Մեկ էլ մյուս հարցը կարող լինի, թե այս y-ը իմանալը ինչքան է քչացնում x-ի մասին ինֆորմացիան, այսինքն ինչքան կամ մյուս կողմից ասած, ինչքան ինֆորմացիա են իրանք ընդհանուր միասին պարունակում, իրենց միասնական ինֆորմացիան ինչքան է։ Հեսա կգնանք սահմանելով կանցնենք հերթով այս սրանց։ Դե մեր շղթայի օրենքն էլ ասում է հետևյալը. hxy-ը, այսինքն իրենց joint entropy-ն հավասար է 1-ի էնտրոպիա գումարած տակը մնացած մասը։ Այսինքն եթե x-ը գիտեմ, y-ից ինչ է մնում։ Մի հատ գումարած hy, եթե x։ Կամ կարանք սիմետրիկ աստը։ Կամ կարանք ասենք hy, էնտրոպի է y-ի ինֆորմացիա գումարած y-ը որ գիտեմ, x-ի հավելյալ բերած ինֆորմացիա։ Ոնց որ x ու y-ը իրար հետ միասին գիտեն այն ամեն ինչը, ինչը x-ը գիտի, գումարած այն բաները, որ y-ը գիտի, որ x-ը չգիտեր։ Չէ՞։ Դա միասնական գիտելիքը իրանց մոտ ստեղ սա է մեր մոտ։ Հա, ու ստեղ նաև եթե մի քիչ խմբավորում անենք, կարանք նաև ասենք, որ hx հանած hx եթե y-ը նույնն է ինչ hy հանած hy եթե x։ Ու իրականում այս մեծությունը հենց այս է սահմանվում է որպես x-ի ու y-ի միասնական ինֆորմացիա։ Մի քանի ձև ունենք իրան նշելու, բայց սենց հարց կարանք դնենք ասենք։ X-ը որ իմացանք, y-ի անորոշությունը ինչքանով է նվազում, կամ y-ը եթե իմացանք, x-ի անորոշությունը ինչքանով է նվազում։ xy-ը ի որպես ինֆորմացիա հավասար է մեր մոտ hx հանած hx եթե y։ Այլ կերպ ասած, y իմանալը x-ի ինֆորմացիան նվազացնում է իրանց ընդհանուր ինֆորմացիայի քանակով։ Ինքը նաև մեր մոտ, քանի որ սիմետրիկ է, այս m-ին մեր մոտ սիմետրիկ է, սա կարանք էլ ավելի պարզ տեսնենք, եթե օրինակ ստեղ օգտվենք բանից։ Հիշենք այս բանաձևը, hxy-ը հավասար է hx գումարած hy եթե x, գրենք ստեղ hy եթե x-ը հավասար է hxy հանած hx, ու մինուս ունենք ստեղ, դրա համար ստանանք hx գումարած hy հանած hxy։ Այնտեղ եթե պետք է մտածենք, թե ինչի է սիմետրիկ, ստեղ նախ դերևում է, էլի։
Այս HXY-ն ու բան սիմետրիկ է, որովհետև ըստ սահմանման PXY թե PYX ոնց որ փոփոխականների տեղերը փոխելիս հավանականությունը չի փոխվելու, էլի մեր մոտ։ Հա։ Ի տարբերություն callback library image այլոց մեկ էլ մի հատ էլ սահմանում կա, որ այս մեր ընդհանուր ինֆորմացիան կարանք սահմանենք կամ կիսովի ինֆորմացիա, գուցե տենց ավելի լավ անուն դնել։ Կարանք սահմանենք որպես callback library divergence PXY-ի ու PX անգամ PY-ի։ Սա բանաձևով այս sense է տալիս, եթե մի քիչ ձանձրալի հաշվարկներ անենք, կարանք ոնց որ հեշտ տեսնենք, որ նույն բանն է, ինչ վերևում գրածները, բայց սրա միտքը ի՞նչն է։ Այս PXY-ը սա այդ երկու պատական մեծությունների իսկական joint distribution-ն է։ PX անգամ PY-ը joint distribution-ն է, եթե իրանք լինեին իրարից անկախ։ Հիմա սա ասում է, թե իսկական իդեալական անկախությունից ինչքանով է սա տարբերվում այս մեր իրականում ունեցածը։ Այսինքն ըստ էության ասում է, ոնց որ եթե պատկերացնենք, որ Y-ը ու X-ը, Y-ը լրիվ նոր ինֆորմացիա է բերում X-ի մասին, իրարից լրիվ անկախ են, այ դրանից ինչքանով ենք մենք հեռու իրականում։ Ինչքանով ենք մենք հեռուն իրարից լրիվ անկախ լինելուն, այսինքն մեկը լրիվ մի բան գիտի, մեկը լրիվ ուրիշ բան գիտի, այդ դրանից հեռու ենք ինչքանով մեր միասին նույն իմացած բաներով։ Մեկը խաբար է այս սրանցից, մյուսը խաբար է այս սրանցից։ Հիմա ասում ենք, եթե նենց լիներ, որ ոչ մեկն է ոչ մի բանից խաբար չլիներ, այսենց կլիներ, այս սրանից հանում ենք n, թե ինչը իրականում երկուսն է իրար հետ գիտեն։ Մի քիչ սենց գծագրով վատ ստացվեց, այստեղ ավելի լավ գծագիր կա, չգիտեմ խի ես տանջվում։ Ունենք այս մեր hx-ը, այստեղ մի մասը այն է, որ hx եթե գիտենք y։ Այսինքն y-ը իմանալուց հետո տակը մնացած անորոշությունը։ Այստեղ կա x-ը իմանալուց հետո y-ում մնացած անորոշությունը, իսկ այս տակը մնացածը այդ արդեն կիսովի ինֆորմացիան է, որ երկուսի մեջ էլ պարունակվում էր։ Իրանց կիսովի ինֆորմացիա mutual information։ Մի քանի հատկություն mutual information-ը բան է, ոչ բացասական է, որտեվ callback library-ն էլ է ոչ բացասական, էլի մենք մի տարբերակով սա որպես հենց callback library divergence ենք սահմանում։ Ինքը 0 է այն եւ միայն այն դեպքում, եթե x ու y-ը իրարից լրիվ անկախ են։ Ինքը սիմետրիկ է։ X-ի ու x-ի միջև կիսած ինֆորմացիան այդ ուղղակի x-ի ինֆորմացիան է։ Իսկն նույն պատմությունն է, եթե նույն բաները վերցնենք։ Հա, ինքը փոքր կամ հավասար է այս երկուսի մեջից փոքրից, որտեղ ընդ սիմետրիայով կարենք գրենք որպես սրանից հանած մի հատ ինչ-որ բան կամ նրանից հանած ինչ-որ բան, համար չի կարա այդ երկուսից էլ մեծ լինի ինքը։ Հա, նաև ինքը ինվարիանտ է անընդհատ փոփոխությունների նկատմամբ, այսինքն ոնց որ jx, jy sense որ գրեմ, կախված j-ից կարա բան չփոխվի, բայց սա մի քիչ արդեն շատ խորանալ կարող է լիներ։ Հա, բայց նաև այս գաղափարի շուրջ կարանք ասենք նաև այն, որ hxy-ը փոքր հավասար է hx-ից, որովհետև այստեղ պետք է մի հատ կամ լավ, շատ բաց չկրկնվեմ։ Սրան էլ մի հատ լավ մեկնաբանություն այն է, որ ինֆորմացիա ունենալը չի կարա վնասի։ Այսինքն, եթե ես անորոշ էի զառը, որ 3-ից մեծ է, այդ ինչ կարա լինի, որտեղ իմ մոտ կար 4, 5, 6 տարբերակները։ Հիմա ինչ որ մեկը որ մեզ գա ինֆորմացիա տա, կարա մենակ օգնի, չի կարա վնասի։ Կարա օրինակ գա, ասի, գիտես ինչ է թիվը բան է, կեն տա ու այդ մեզ ահագին կօգնի։ Կարա գա, ասի, գիտես ինչ է թիվը 8-ից փոքր է, մեզ ընդհանրապես չի օգնի, բայց նենց չի։ Իմացանք 8-ից փոքր է, կսկսենք 7-ն է դիտարկել։ Այսինքն պայման մտցնելը, հավելյալ ինֆորմացիա տալը միշտ օգնում է։ Այն նեղություն, ոչ թե միշտ օգնում է, այլ երբեք չի վնասում, որտեվ կարա օգուտ չտա, էլի։ Այստեղ մի հատ օրինակ է դրած այդ ամեն ինչը հաշվելու։ Հիմա չենք իրան նայի առանձնապես, գաղափարը շատ կխոսենք, բայց քանի որ հենց բուն սրանից գործնական չի լինելու, կարաք եթե կուզեք ոնց որ
ձեր մոտ որ ավելի լավ նստի, մի հատ process-ով անցնեք։ Հա, իսկ գաղափարի տեսանկյունից սա մեզ որ ասում է կիսովի ինֆորմացիա, ըստ էության ասում է կոռելացիա, չէ՞, այսինքն ինչքանով են իրարից կախված է։ Այն այնտեղ հաղթեսի բանով լրիվ բան, իրարից անկախ կախված լինելու գաղափարներից ենք խոսում։ Հիմա ոնց է սա կապվում մեր մոտ կոռելացիայի գաղափարի հետ։ Մենք գիտենք օրինակ Պիրսոնի կոռելացիան, գիտենք բանը, Սպիրմանի կոռելացիան, ու Պիրսոնի կոռելացիան օրինակ տուժում էր նրանից, որ ինքը մենակ գծային կապեր իր մեջ ման գալիս։ Այս մեր միասնական ինֆորմացիան տես պրոբլեմ չունի։ Ինքը ցանկացած կախվածություն է իրարից ման գալիս։ Սպիրմանի կոռելացիան պրոբլեմ ուներ նրա, որ ասենք եթե մի քիչ նվազեց հետո իջավ, կստացվեր որ բան, այդ իրար հետ տրենդը բռնել ու իրար հետ տրենդը չբռնելը հավասար քանակի եղան, եկան իրար կերան, կստացվեր Սպիրմանի իմաստով էլ էլի 0-ական կլիներ ինֆորմացիան, երբ որ իրականում ինֆորմացիա եւ ներողություն կոռելացիան, երբ որ իրականում կոռելացիա կա։ Իսկ այս mutual information-ը երկուսից էլ չի տանվում։ Այստեղ օրինակ է դրած բաների, որտեղ որ այս սրա համար օրինակ գծային կապը շատ ինքը չէր նկատի, բավականին 0 հետ կոռելացիա կտար, բանը չէ։ Mutual information-ը ժիգարով թիվ կտա։ Այսինքն կլորի համար, որտեղ Սպիրման օրինակ կտանջվեր, ու իրականում ստեղել, ասենք գծով մոտարկելու լինեի, sense մի բան կգծեի, էլի երևի կամ, չգիտեմ, ինչը գծեի վատա սրա համար, ուղիղ գիծ որպես, էլի։ Այդտեղ սովորական ավանդական կոռելացիան 0-ոտ կլիներ, ինֆորմացիան սրա մեծոտ կլիներ։ Գծայինի դեպքում օրինակ երկուսն էլ մեծ կլինի։ Հա։ Այսքան սրանով այս mutual information-ը ինքը ավելի ճկուն է։ Ու մի հատ պոտենցիալ կիրառություն, որ կարելի է միանգամից ML-ում անել, կոչվում է feature selection։ Այդ նա, որ եթե օրինակ ունենք ստեղ սյուներ, ստեղ օրինակ բան, դոլարով ինչ որ բանի արժեք, եվրոյով ինչ որ բանի արժեք, տան քառակուսի մետրեր եւ այլն եւ այլն, մենք եթե ուզում ենք քչացնենք ինֆորմացիան ու նաեւ մեզ կարեւոր է որ իրարից ոնց որ մեր տվյալները իրարից բան լինեն, գծորեն անկախ լինեն, նես չլինի որ օրինակ այնտեղ եթե կհիշեք մաթեմից դեպք կար ուղղակի դետերմինանտը 0 լինել, էլ ոչ մի բան չկարանալ անելու խնդիր էր լինում, բայց ընդհանուր առմամբ չենք ուզում ոչ մի ավելորդ ինֆորմացիա ունենք, էլի, այսինքն եթե ինֆորմացիան մեծամասամբ պարունակվում է մի հատ ուրիշ սյան մեջ, այնա ջնջենք այդ միացությունը, էլի, ինչն է սա պետք է երկուսն է պահել։ Օրինակ դրա համար կարելի է հաշվել այդ սյուների միջև mutual information-ներ։ Ինքը մի հատ հավելյալ գործիք է, թե ոնց այդ feature selection-ի գաղափարը անել։ Ահա, այս որպես մի հատ կիրառություն։ Այս okay էր։ Մի հատ էլ ուրիշ կիրառություն այդ բանն է, որոն decision tree-ների որոշման ծառերի գաղափարում, որոշման ծառերի գաղափարը որն է, որ ունենք բան, այս հետո ML-ից կանցնենք, բայց ունեմ ինչ որ տվյալներ ասենք, ստեղ, ասենց երանկյունիկներ ու բաներ, քառակուսիներ օրինակ։ Այսին բոլոր տվյալներն են, ու իրանք ինչ որ սյուներից տվյալներ են եւ այլն եւ այլն։ Իսկ այստեղ թիրախն եմ նկարել, էլի, ինչ որ այստեղ ունեն իրանք ինչ որ չափ, գույն, տուդի, սուդի։ Ծառը ասում է, արի մի հատ հասկանամ ոնց կարամ սա երկու մասի բաժանեմ, որ տենց ինչքան հնարավոր է սիրուն խմբերի բաժան։ Օրինակ, եթե այսպես բաժանվի, օրինակ համար ստեղ հարցնենք, ասենք բան։ Գույնը հավասար է, կողմերի քանակը հավասար է 4։ Այս հարցը տանք, եթե հա գնաց տեղ, եթե չէ գնաց։ Այսպես իրանք ֆիլտրենք, այսպես երկու խմբերի որ բաժանեցինք, իդեալական ստացվում, չէ՞, ես մեր իդեալական գուշակություն ենք ստեղ արդեն անում։ Բայց հիմա պետք է հասկանալ, թե օրինակ այդ ոնց ենք իրանց բաժանում երկու մասի, էլի, որտեվ պրակտիկայում ունենալու ենք sense ինչ որ լիքը սյուներ, այս մեր մոտ թիրախնա լինելու, այս x1, x2 եւ այլն եւ այլն, ու մենք բռնելու ենք ինչ որ միած սկզբում x1-ն ենք վերցնելու ու տենց տարբեր ձևերով փորձելու ենք բաժանենք, տեսնենք բաժանելուց այդ երկու խմբի որ բաժանեցինք, ինչքանով է այդ բաժանումը լավը։ Հետո նույնը մյուս սյունով ենք անելու, տեսնելու ենք դրանով է ինչքանով լավը բաժանումը, հերթով անենք, տեսնենք ամենալավ բաժանում տվող տարբերակը վերցնենք ու
այդ հարցով ոնց որ ձախ ու աչ անենք։ Այնտեղ հետո ամեն մեկում իր հերթին ենք ձախ ու աչ անում, բայց այդ հետ չէ։ Բայց հիմա հարցը գալիս թե ոնց հասկանալ, որն է լավ բաժանում, որն է վատ բաժանում, չէ՞։ Ահա։ Հիմա ստեղ գալիս է այն, որ մենք կարանք հաշվենք էնտրոպիաներ մեր մոտ։ Մենք ուզում ենք ինչքան հնարավոր ինֆորմացիա շահենք, այսինքն եթե այստեղ բռնել հաշվել եմ ինչքան անորոշություն ունեի, ու հիմա բաժանել եմ իրան երկու մասի, ցանկալի կլիներ, որ այս երկու մասի բաժանելուց հետո անորոշությունը, գումարային անորոշությունը իրանց նվազեր, չէ՞։ Ոնց որ գնալով եթե անորոշությունը նվազեցնենք, վերջը կգանք սենց իդեալական ամեն մեկը առանձին, պրակտիկայում ամեն մեկը առանձինը կատաստրոֆիկ վատ բան է լինելու, բայց այդ դրա մասին հետո, բայց ամեն դեպքում սենց գաղափարով ըստ էության ինչքանով անորոշությունը նվազեցնենք, այդքան մեզ լավ է։ Իսկ այստեղ, այսպես բաժանման մեջ, այստեղ 3-ը միատեսակ, սա միատեսակ, ոնց որ շատ մաքուր է, ոչ մի պղտորություն չկա։ Այստեղ եթե ինֆորմացիան իրենց հաշվենք, շատ գոհ ենք մնալու։ Այստեղ ոնց որ սրանց կշռված միջին ենք իրականում հաշվում բանման, բայց մի խոսքով կա մի քիչ որ շատ բան չանեմ, կա information gain-ի գաղափար, որը հենց մեր մոտ IS-ա HY հանած HYXJ, այնտեղ ձախ ու աչով, սա էլ նույնն է ինչ ըստ էության մեր ընդհանուր ինֆորմացիան։ Այսինքն ասում ենք բաժանի n-սյունով, որը որ ունի ամենաշատ ընդհանուր ինֆորմացիան թիրախի հետ։ Այս թիրախը մեր մոտ այս դասերն են, էլի։ Հա, ծառերը հաճախ բան են օգտագործում, Gini գաղափարն են կոչվում, որը էկոնոմիկայից վերցրած գաղափար է, ցույց է տալիս, թե ասենք ինչքան պղտորություն ցույց տվող գաղափար է, բայց պղտոր ասելս թե ինչքան ոչ միասեռ է օրինակ, էլի։ Էկոնոմիկայում օրինակ ինքը լինի թե ինչքան միլիարդատերեր ու առողջներ կա, էլի, այդ ոչ առողջ բալանս է լինում, էլի, պղտոր է լինում, ասենց ասած այդ դեպքում շատ իրարից տարբեր են ու փորձում են նվազեցնել այդ իրարից տարբերությունները, էլի, բաժանելով։ Gini-ն է օգտագործվում ըստ լռելիային, բայց նաև կարող է էնտրոպիայով գաղափարը օգտագործվի։ Այդ էլ բավականին տիպիկ նորմալ բան է։ Ու հա, այս էլ մի հատ ուրիշ իրարություն։ Այսինքն ըստ էության մենք բան արեցինք, որ այս ինֆորմացիայի տեսությունից գաղափարը կարող օգտագործվի որպես սխալանքի ֆունկցիա մինիմիզացնելու, կարող օգտագործվի որպես մի հատ ինչ-որ ֆունկցիա, որ ուզում ենք, որի համար ուզում ենք օպտիմիզացնենք, այսինքն լավագույն information gain ունենանք։ Կարող լինի որպես գաղափար, թե ոնց ընտրել ինչ սյուներ, կարող լինի որպես ուղղակի տեսական արդյունք մեզ օգնող ավելի շատ գնահատել նորմալ բաշխումը, կարող լինի որպես գաղափար ցույց տվող, թե ոնց է, թե ինչքան ֆունդամենտալ է մեր արած որոշումները ML-ի ինչ-որ կտորներում, որովհետև իրանք նույնն են ինչ ինֆորմացիայի տեսությունում մի հատ ուրիշ բաներ, նույնն են ինչ վիճակագրությունում ուրիշ բաներ։ Մի խոսքով, սենց բավականին լավ գալիս կպնում է այն բաներին, որ հետագայում առնչվելու ենք։ Դրա համար իրան սենց եկանք, թեթևի մեջ ծածկեցինք։ Հա, էլ չասեմ, որ ինչ-որ առանձին գաղափարներ, ասենք Kubrick Library Divergence-ը ինչքան հազարը մի տեղ օգտագործվում է,